Վահե Ինֆիաջյան, համեցեք պարոն Ինֆիաջյան։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, հատկապես այս օրերին մեր երկրի քաղաքացիները էլեկտրաէներգիայի եւ գազի սակագնի սպառման հետ կապված առերեսվում են շատ կոնկրետ թանկացման եւ այս համեմատության եւ համադրության հետ։ Ուզում եմ ներկայացնել առհասարակ թե տարածաշրջանը փաստաթղթերով, փաստերով ինչ իրավիճակում է գտնվում, թե առհասարակ հիմնականում այն երկրները եւ պետությունները, ում հետ մեր երկրի տնտեսվարողը առերեսվում է վերոհիշյալ խնդիրների հետ։ Ղազախստան վերջին թաքնածություններից հետո Ղազախստանում 1 խորանարդ գազի սակագինը սահմանվել է մինչև 15.35 տենգե, մոտ 22 դրամի մասին է խոսքը գնում։ Բելարուս 2017 թվականի հունվարի 1-ից Բելարուսում 1 խորանարդ մետր գազի սակագինը սահմանվել է 22 դրամ։ Ձմեռային շրջանի համար 71 դրամ, ամառային շրջանի համար ունեն նաև ճկուն զեղչային համակարգ։ 1 խորանարդ մետր գազի սակագինը Ռուսաստանի Դաշնությունում տարբեր է ըստ տարածաշրջանների եւ սպառման ծավալների։ Միջին գինը կազմում է շուրջ 40 դրամ։ Ուզբեկստանում եւս էներգակիրների որոշակի գնաճ է նկատվել։ 2016 թվականի հոկտեմբերի 1-ից այդ երկրում սպառողները 1 խորանարդ մետր գազի դիմաց վճարում են շուրջ 246 սում, որը որ հայկական դրամի հետ համեմատելով կազմում է 37 դրամ։ Qırğızstանում բնական գազի սակագինը բավականին բարձր է։ Միջինասիական մյուս երկրների համեմատ այս երկրի բնակչության 1 խորանարդ մետր գազի սպառելու դեպքում վճարում են 14.43 սում, դա հայկական դրամի հետ համադրության մեջ 100 դրամի մասին է խոսքը գնում։ Թուրքմենստանում 1000 խորանարդ մետր բնական գազի դիմաց Թուրքմենստանի բնակիչները վճարում են շուրջ 20 մանատ, եթե հայկական դրամի հետ համեմատենք, դա 2 դրամի մասին է խոսքը գնում։ Ուկրաինայում 2017 թվականի փետրվարի 1-ից 1 խորանարդ մետր գազի գինը կազմել է շուրջ 9-ից 10 գրիվնա, որը որ կազմում է մոտ 170 դրամ։ Դա նաև ռուսական եւ ուկրաինական փոխհարաբերությունների հետ է կապված։ Հարևան Ադրբեջանում 1 խորանարդ բնական գազի սակագինը կազմում է 0.1 մանատ, 25 դրամի մասին է խոսքը գնում, Վրաստանի գազի 1 խորանարդ մետր գազի գինը 104 դրամ է կազմում եւ Հայաստանի բնակչության համար 146.7 դրամի մասին է խոսքը գնում։ Սոցիալապես անապահով իջնելուց հետո 139 դրամ է կազմում։ Սոցիալապես անապահով խավի համար նաև նախատեսված է 100 դրամ սակագինը։ Եվ այս պայմաններում, այս միջավայրում, ինչպես եք կարծում, մեր երկրի քաղաքացու համար, ինչպեսի ծանր բեռ է ստացվում առհասարակ բնակարանը ջեռուցելը եւ տնտեսվարողի համար իր տնտեսությանը զարգացնելը եւ առհասարակ բիզնես միջավայրի հետ կապված լրջագույն խնդիր է սա։ Հետևությունները թողնում եմ լսողներին։ Շնորհակալություն։